Տավուշի մարզի Չինարի համայնքում գալայի աշխատանքային խմբի այցելության օրն արդեն խոսում քննարկում էին հարկային ու սոցիալական այն արտոնությունների մասին, որոնք ուժի մեջ են մտնելու հունվարի 1-ից։ Համայնքապետ Սամվել Սաղոյանը ողջունում է գազի և էլեկտրաէներգիայի վարձավճարների մասնակի փոխհատուցման որոշումը, սակայն առավել կարևորում է ներդրումների հոսքի և արտադրական ձեռնարկությունների ստեղծումը։ Շատերը խուսափում են սահմանի եզրին ինչ-որ գործարար նախաձեռնությամբ հանդես գալ, թեև բոլոր պայմաններն այստեղ կան։ Մարդիկ շատ քիչ են օգտագործում պարարտամթեր, թունիկի մեկատներ, մաքուրը մեր բտողը, մեր բանջարեղենը եւ այսօր ուրախություն մեզ Մոսկվայից արդեն արձագանքել են, ես նմուշներ եմ ուղարկել, մարդիկ արդեն համտեսել են մեր միրգը, մեր միսը, մեր բանջարեղենը, մեր չրերը։ Չինարիում կառուցվում են նաև ջերմոցներ, շինաշխատանքներն այժմ ընթացքի մեջ են, ինչպես նշում է Սամվել Սաղոյանը, անհրաժեշտ է օգնել մարդկանց ոտքի կանգնել, զարկ տալով հատկապես ընտանեկան բիզնեսին։ Ստեղծեն ոչ թե մեծ խոշոր ասենք ձեռնարկություններ լինեն մթերող, այլ ընտանեկան։ Մենք ես իպես շեշտեցի, մեր դաշտերը շատ հարուստ են, մեր անդառները շատ հարուստ են։ Այսօր մենք այնպիսի կանաչեղեն ունենք՝ ուրց, նանա, դաղց, մասոր, սիս, ավելոկ, սինդրուկ։ Այս մարդիկ հասկանում են ներդրողների և պաշտոնյաների մտավախությունների պատճառը, գիտեն, որ հակառակորդի աչքի առաջ բարդ է որևէ գործ ձեռնարկելը։ Մեր նկարահանող խումբը նույնպես չէր պատկերացնում վտանգի աստիճանը, սակայն երբ մեզ ամեն քայլափոխի զգուշացնում էին, թե իզուր եք այդ տարածքով անցել կամ մեքենան պետք չէր այս կամ այն տարածքում կայանել, այդ պահին էին գիտակցում, որ այս մարդկանց տառապանքը տարիների փորձ ունի։ Ցերեկը вообще прицелил песня есть ворота վրա։ Ստերախտումներ կայնած, հատե հիմնականը շատ տալ։ Ավտոքերը հենց դուրս են գել թաչես թե խփում։ Իհարկե նաև գյուղի վերևում է գտնում մեր գերեզմանները, որ ցավոք սրտի թշնամին անգամ նենգորեն խանգարում է մեր հանգուցյանների հողագավության ժամանակ։ Մենք գիշերն ենք հողագավություն կատարում։ 14 թվականին 12-13 հոգի մահացել են, բոլորը գիշերն ենք հողագավորել։ Մայա 4 օր պատվալի մեջ ենք ապրել։ Համայնք դուրս չեն եկել, տունը որ 39-ի վրա է, որ կրակոցալում չեն կարող վաշել դուրս գալ։ Չինարիում երեկոյան մարդաշատ է միայն գյուղամեջը, որտեղ հիմնականում խանութների դիմաց հավաքված համագյուղացիները զրուցում են օրվա խնդիրներից, պարտք ու պահանջից, արդեն անհամ դարձած խոպանից եւ գների աճից։ Դա է նրանց զրույցի օրակարգը, եթե իհարկե այդ օրը կրակոցներ չեն հնչել։ Խանութպան Արթուր Հովակիմյանը հմտորեն տեսակավորում էր, միաժամանակ գովաբանելով իր ձեռքով մաքրած խաշացուն։ Առօրյան փոքրինչ հետաքրքիր դարձնելու համար ժամանակ առ ժամանակ գյուղի տղամարդիկ նախաձեռնում են հավաքույթներ։ Հիմա էլ նորույթ են փորձում կիրառել, որոշել են ամեն կիրակի հավաքվել խաշի սեղանի շուրջ։ Ամենաժանը խաշն այն այդտեղով գանք նստենք դեմիով իշ կտա էլի ճարհատյալը ոնց ասեմ։ Տալերքին էլի ինչ կտա։ Այն շաբաշի նման էլի սեղանին ինչ կդրեն, հա դե լավ է, ինչ արած։ Արթուր Հովակիմյանը պարտքերի երկու տետր ունի, դրանց պարունակությանը ծանոթ են բոլոր չինարեցիները, անվանակոչել են դարդացուցակ, հաճախորդների պարտքերը հասնում են մինչև 4-500 հազար դրամի, սակայն խանութպան Արթուրը չի նեղսրտում, կտան էլի նշում է նա։ Այս պարտքացուցակն է, հա, պարտքացուցակը եղել դարդ, դե դարդ է էլի, որ այսքան տվել ենք։ Ինչքանով են մարդիկ տալի, օրինակ, ինչքան պարտ ունեցող կա։ 241 Ինչ ասեմ, 50, 362, դե, եսի, 17 տարվա ցուցակ է եսի, երբ կարենա, երբ որ հնարավորություն են ժամանակ էլ տալու, դե մենք էլ որ չեն գնալ խեղտենք։ Ու այսպես էլ ապրում են Չինարի համայնքում, կրակոցների տակ, դարդացուցակը լրացնելով, խաշի սեղանի շուրջ, ու դեռ հասցրել են 2014 թվականի ընթացքում 9 նորածին լույս աշխարհ բերել։ Գյուղապետ Սամվել Սաղոյանի թոռնիկը Սամվել Սաղոյանը նույնպես նրանց շարքում է։ Էդուարդ Մխիթարյան, Փայլակ Ֆարադյան, Մարտուն Գրիգորյան, Gala News, Տավուշ։